Դիտարժան այսօրվանից սկսած յուրաքանչյուր ուրբաթ հետևեք դիտարժանի հաղորդումներին, բաց չթողնելու կարևորագույն իրադարձությունների կարճ ամփոփումը։ Ողջույն սիրելի հետևորդներ, Դեթը սկսում է նոր ձևաչափ, ներկայացնելով յուրաքանչյուր շաբաթ Հայաստանի կամ ներհայաստանյան շուրջ կատարվող կարևորագույն իրադարձությունները։ Հետևեք Դեթքի YouTube-յան ալիքին, հավանեք մեր հաղորդումները, թողեք դեր մեկնաբանությունը։ Այդ կերպ դուք կնպաստեք մեր աշխատանքի բարելավմանը։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու այն ամենն, ինչ կատարվեց այս շաբաթ Հայաստանում։ Հայ ըմբիշները փայլուն ելույթներ ունեցան Ադրբեջանում։ Նրանց պատվին Բաքվում բարձրացվեց հայկական եռագույնը և հնչեց Հայաստանի հիմնը։ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների նկարներով պաստառները բարձրացվեցին Արագածի և Արարատի գագաթներին, Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում կվերաբացվի հայկական եկեղեցի։ Սուրեն Պապիկյանը կվերանշանակվի Պաշտպանության նախարարի պաշտոնում, Բիլեն Գաբրիելյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Բաքվում հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է Ալիևին, Թուրքիան սկսել է դեպի Շիրակի մարզ տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը։ Այժմ այս ամենի մասին առավել մանրամասն։ Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում 71 կիլոգրամ քաշային Ջանես Նազարյանը նվաճեց ոսկե մեդալ և դարձավ մինչև 17 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն։ Նա եզրափակչում 4-3 հաշվով հաղթել է Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող Ասլան Զույևին։ Մինչ այդ Գևորգ Հարությունյանը 51 կիլոգրամ և Արարատ Ավետիսյանը 48 կիլոգրամ քաշով բրոնզե մեդալներ էին նվաճել։ Աքյաքայի քաղաքապետ Էրդուգեր Թոփթաշն ասել է, թե աշխատանքները կտևեն 2-3 ամիս։ Արդեն հայտարարվել են հանրային մրցույթներ շինարարության համար, այդ թվում Աքյաքայից Շիրակ տանող ողե ճանապարհի համար։ Թոփթաշը նշել է, որ ենթակառուցվածքների վերականգնումը տնտեսական օգուտներ կբերի երկու երկրներին և կբացի համագործակցության հնարավորություններ գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում։ Դեռևս մայիսին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը կֆինանսավորվի Թուրքիայի հետ սահման տանող երկաթուղու վերակառուցումը։ Ստամբուլի Բեյքոս թաղամասում 1 տարի տևած վերականգնման աշխատանքներից հետո վերաբացվելու է հայկական Սուրբ Նիկողայոս եկեղեցին։ Վերջինս կառուցվել է 1776 թվականին և այս տարի նշվում է եկեղեցու կառուցման 250-ամյակը։ Աղբյուրի համաձայն եկեղեցին վերաբացվելու է այս տարվա օգոստոսի 7-ին։ Այդ օրը Կոստանդնուպոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի ձեռամբ կատարվելու է նաև եկեղեցու վերահոսման արարողություն, իսկ 2 օր անց օգոստոսի 9-ին այստեղ վերանորոգումից հետո կմատուցվի առաջին պատարագը։ Եկեղեցու վերանորոգումն իրականացվել է եկեղեցու հիմնադրամի կողմից, իսկ վերականգնման գործընթացն իրագործել է ոսահայ հայտնի ճարտարապետ Նազար Բինաթովն։ Հավանեք մեր տեսանյութերը և մեկնաբանեք դրանք։ Դա մեզ կօգնի ավելի արդյունավետ դարձնել մեր աշխատանքը։ Կես տարի պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը վատթարացել է։ Նրա փաստաբան Լուսիանա Մինասյանը հրատապ և հրապարակային կերպով դիմել է Իլհամ Ալիևին։ Թույլ տվեց Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը Հրանուշ Շահբազյանին։ Բավական է լռությունը, բավական է անորոշությունը, գրել է Մինասյանը։ Նա նշել է, որ Լյուդվիգ Մկրտչյանն արդեն ավելի քան 1 ամիս է չի խոսել կնոջ հետ։ Վերջին անգամ նրանք զրուցել են հունիսի 19-ին։ Այդ զանգի ընթացքում Լյուդվիգը պատմել է, որ այնքան թույլ է զգացել իրեն, որ ուշաթափվել է։ Նրան տարել են սրտի հետազոտության, բայց դրանից հետո որևէ ախտորոշում, որևէ բացատրություն չի եղել։ Մկրտչյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է, իսկ ընտանիքը տեղեկություն չունի նրանից։ Սուրեն Պապիկյանը կվերանշանակվի Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում։ Այս մասին քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ շփազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այո, վերանշանակվելու է, ասաց Փաշինյանը պատասխանելով լրագրողների հարցին։ Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի նոյեմբերի 15-ից։ ՀՊ վարչությունն ընտրել է արժանմշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրել է ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին։
Այս մասին ՔՊ-ի վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց վարչապետ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես ՀԺ եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Վիլեն Գաբրիելյանը։ Հասարակական գործիչ եւ հայրենադարձ Գեորգի Գևորգովը, Ազատություն Ռուբեն Վարդանյան, Ազատություն բոլոր գերիներին կոչով պաստառը բարձրացրել է Արարատ լեռան եւ Արագածի գագաթներին միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու Ադրբեջանում պահվող Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների խնդրին։ Կազմակերպիչների խոսքով խորհրդանշական այս նախաձեռնության նպատակն է հիշեցնել, որ հայ գերիների ազատ արձակման հարցը պետք է շարունակի մնալ միջազգային օրակարգում։ Նշվում է նաև, որ Ռուբեն Վարդանյանն արդեն 1037 օր է գտնվում է ադրբեջանական ապօրինի գերության մեջ։ Այս շաբաթվա համար առանձնացրել ենք այսքանը։ Կվերադառնանք հաջորդ շաբաթ թարմ եւ հետաքրքիր լուրերով, որպեսզի դուք եւս լինեք տեղեկացված։